Այո, պարտքը աճում է եւ ինչ-որ մի միլիարդից դարել է մի հատ ուրիշ միլիարդ։ 6.9 միլիարդից 14.53 միլիարդ է դարձել Հայաստանի պետական պարտքը 2025-ի դեկտեմբերի դրությամբ։ Թվերը ցույց են տալիս, որ վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանը տարեկան միջինում $1 միլիարդ ավելացրել է իր պետական պարտքը։ Իսկ մի միլիարդից ուրիշ միլիարդ դառնալն ինչպես է անդրադառնում քաղաքացիների վրա։ Դա արտահայտվում է մի քանի ձևով։ Առաջինը այդ պարտքը պետք է սպասարկես։ Վերցնել է մի բան, վճարելն ուրիշ բան, եւ վճարելու համար հարկերն են ավելանում, տուրքերն են ավելանում, տուգանքներն են ավելանում, քաղաքացին ավելի քիչ քաղաքացու համար ավելի քիչ գումար է հասանելի առողջապահության համար, նկատի ունեմ պետությունը առողջապահական ծախսերն է կրճատում, կրթական ծախսերն է կրճատում, հիմնական միջոցներում ներդրումներն է կրճատում։ Սա է իրականություն, այսինքն մարդկանց ամենօրյա բարեկեցության վրա դա ունենում է բացասական ազդեցություն։ Երբ բյուջեի զգալի մասն ուղղվում է պարտքի տոկոսների մարմանը, պակասում են միջոցները, որոնք կարող էին ծախսվել կրթության, առողջապահության, ճանապարհների բնակարանային կամ սոցիալական ծրագրերի վրա։ Պետական պարտքի աճը քաղաքացիները զգում են նաև խանութում գնաճի միջոցով, նշում է տնտեսագետը։ Հիմնական այսպես մտահոգությունը այն է, մեր տնտեսությունը այս նույն ժամանակահատվածում 2 անգամ չի ավելացել, որը թույլ կտար ապահովել պետական պարտքի սպասարկումը ապագայում։ Դրան գումարած նաև նշեմ, որ այս ընթացքում ունեցել են հարկերի բարձրացում, մասնավորապես ավելացել է ակցիզային հարկը, ավելացել է շրջանառության հարկը, նաև տուրքերն են բավականին այսպես աճ գրանցել։ Հիմա ինչի ենք խոսում այդ միլիարդից։ Պետք է խոսենք դրա համամասնությունից, ասուլիսում հայտարարել է ֆինանսների նախարարը։ Մեր հնարավորությունները պարտքը սպասարկելու ավելի մեծացել են, կամ այլ կերպ ասած, կարելի ասել այն ծախսերը, որը մենք արել ենք պարտքի հաշվին, տվել են այն արդյունքները, որով հնարավոր է եղել մեր հնարավորությունները, մեր եկամուտները մեծացնել։ Նախարարի խոսքով մի շարք երկրների պետական պարտքը հասնում է տրիլիոնների, իսկ որ երկրների համեմատությամբ։ Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը համեմատականներ էր տանում Վրաստանի հետ, նշելով, որ Հայաստանի ՀՆԱ-ն ավելի բարձր է, քան Վրաստանինը։ 8 տարի անց պատկերը հակառակն է։ Տարածաշրջանի երկրներից ամենաբարձր պարտքային բեռը հարկի հարաբերակցությամբ ունենք մենք։ Հայաստանը, նկատմամբ Վրաստանի, Ադրբեջանի հետ համեմատ։ Սա խոսում է այն բանի մասին, որ մենք վերջի 7-8 տարվա ընթացքում մեծ գումարներ ենք ներգրավել մեր պետական ծախսերը սպասարկելու համար, մեր այսպես ընթացիկ ծախսերը վճարելու համար, բայց մեծ տնտեսական աճ, բարձր այսպես երկարաժամկետ որակական փոփոխություններ չենք ունեցել։ Իսկ ինչի համար է ծախսել Հայաստանը պարտք վերցրած գումարը։ Չգիտեք ինչ ենք արել։ Լավ, չենք ուզում ասենք, էլ ասենք, զենք ենք արել։ Մեզանից որևէ մեկը հավատում է, որ զենք են արել։ 8 միլիարդի զենք է Հայաստանը արել։ Կամ եթե գնում են վարկ են վեստում փողոց կառուցելու վրա, հետո ո՞նց են օրինակ եվրոպացիներին, Ասիայի զարգացման բանկին, Ասիական զարգացման բանկին, համաշխարհային բանկին ցույց տալու փողոցն ուրա, ճանապարհը ուրա, ասֆալտը ուրա։ Պետական պարտքը միայն այն գումարը չէ, որ պետությունը վերցրել է։ Խաչատրյանի խոսքով ավելի բարդ եւ ծանր է դրա սպասարկումը։ Ամեն տարի բյուջեից հարյուրավոր միլիոններ ուղղվում են ոչ թե նոր դպրոցների, հիվանդանոցների կամ սոցիալական ծրագրերի, այլ վերցրած պարտքերի տոկոսների մարմանը։ Եվ որքան պարտքը մեծանում է, այնքան ավելի թանկ է դառնում դրա սպասարկումը, սահմանափակելով պետության հնարավորությունները եւ մեծացնելով ճնշումը քաղաքացիների վրա։ Անիա Բաղյան, Էդիկ Մալաքյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։